Միլիոնատերը ետնախորշերից ֆիլմում ավտոմեքենաների լոգոն ծածկված է։ Այն ընկերությունը, որը տրամադրել է իր ավտոմեքենաները այս եւ մի շարք այլ հայտնի ֆիլմերի նկարահանումների համար, կոնկրետ այս ֆիլմում պայմանագրով պահանջել է, որ իր ավտոմեքենաների լոգոն ծածկված լինի ֆիլմում եւ չերևա ետնախորշերի ֆոնի վրա։ Բարև ձեզ, դուք կրկին Բարթուհի Սարգսյանի հետ եք, ձեզ ծանոթ Stories from Բարդ հարթակում։ Այսօր մենք խոսելու ենք ավտոմեքենաներից, Mercedes-ից։ Հարգելի տիկնայք, մնացեք հեռուստաէկրանների մոտ, հաստատ թեման ձեզ է կհետաքրքրի։ Էմիլ Էլինեկը 1890 թվականին ճակատագրի բերումով հանդիպում է գործարար, ինժեներ Daimler-ի եւ ավտոինժեներ, գործարար Maybach-ի հետ։ Վերջիններս նրան ներկայացնում են բենզինով անիվների վրա աշխատող կոնստրուկցիա, շարժվող, նորամուծություն։ Այս ամենը այնքան դուր է գալիս Էմիլ Էլինեկին, որ նա իրեն հատուկ գործարարությամբ անցնում է վաճառելու ավտոմեքենաները։ Շուտով նա Ֆրանսիայում դառնում է Daimler-ի ներկայացուցիչը, հաջողությամբ վաճառում ավտոմեքենաները ու 1899 թվականին Նիցցա քաղաքում կազմակերպում ավտոարշավ։ Все на автомобиль, товарищи! Ударим автопробегом по бездорожью, разгильдяйству и бюрократизму! Ու որոշում ինքը անձամբ վարել Daimler-ի ավտոմեքենան։ Բայց հետաքրքիր փաստ, նա իրանունից չէր կարող ներկայանալ, քանի որ նա Ֆրանսիայում Ավստրո-Վենգրիայի հյուպատոսն էր եւ որոշում է ներկայանալ կեղծանունով Միսյե Mercedes։ Այս մարքեթինգային քայլը մեծ հետաքրքրություն է առաջացնում եւ ավտոարշավի ընթացքում եւ ամբողջ աշխարհում թերթերը տարածում են այս լուրը, որ ոմն տղամարդ, որը վարում է ավտոմեքենա, որը գրավում է ավտոմրցույթում առաջին տեղը, ներկայացել է կանացի անունով Միսյե Mercedes։ Ու բոլորը հետաքրքրված էին ոչ այնքան ավտոմեքենաներով, որքան այս անունով։ Մի փոքր ուշ ես ձեզ կպատմեմ, թե որտեղից է առաջացել անունը, այն իրական անուն էր թե ոչ եւ ինչու ենք մենք ավտոմեքենաները անվանում Mercedes։ Նման քայլից հետո Էմիլ Էլինեկը գործնական առաջարկություն է անում Daimler-ին։ Стойте! Ваши условия. $330. Согласен. Каждому. Согласен. Նա պատվիրում է 36 ավտոմեքենա, բայց պայմանով, իմիջիայլոցը շատ մեծ պատվեր էր ժամանակին 36 ավտոմեքենան, բայց պայմանով, որ ավտոմեքենաները կրելու են, վաճառվելու են Mercedes անունով։ Շուտով Daimler-ի ավտոմեքենաները, որոնք կոչվում էին Mercedes, գրավում են Ամերիկայի շուկան, մեծ եկամուտներ ապահովելով ընկերությանը։ Իհարկե, ովքեր այդ ավտոմեքենան սիրում էին, վարում էին, բոլորը գիտեին, որ արտադրել է Daimler-ը, բայց միևնույն ժամանակ բոլորին մինչ օրս դուր է գալիս դրանք անվանել Mercedes։ 1902 թվականին ընկերության բաժնետերերի որոշմամբ ընկերությունը պաշտոնապես անվանում ենք Daimler Mercedes։ Հենց նույն տարի էլ պատենտավորվում է Mercedes բրենդը։ Էմիլ Էլինեկի աղջկա անունը Ադրիանա էր։ Mercedes նրան կոչում էր մայրը փաղաքշորեն, որը լատիներենից թարգմանված նշանակում է նվեր։ 1903 թվականին Էլինեկը անում է եւս մի մարքեթինգային քայլ, փոխելով աղջկա ազգանունը, այն դարձնելով Mercedes։ Ադրիանա Էլինեկ Mercedes։ Սա եւս մեծ աղմուկ է բարձրացնում, որովհետեւ առաջի դեպքն էր, երբ աղջկա անունը դառնում է ազգանուն։ Ու
այս ամեն մի մարքեթինգային քայլը ընկերությանը բերում է մեծ եկամուտներ ու մեծ ճանաչում ու վաճառք։ 1909 թվականից ընկերության նշանը դառնում է, սիմվոլը դառնում է 3 թևանի աստղը։ Քանի որ ընկերությունը արտադրում էր ոչ միայն ավտոմեքենաներ, այլ նավաշինության եւ ավիացիայի հետ կապված տարատեսակ մասեր, շարժիչներ, աստղի այս 3 թևը նախանշում են օդի, ջրի, հողի տարերքները։ Նշանը նախագծել եւ պատրաստել են Daimler-ի որդիները Ադոլֆն ու Պոլը, ու այն ի սկզբանե ոսկե աստղ էր։ Murat, Sero, Azat, Voskiya, Voski։ 1926 թվականին ձևավորվում է Mercedes-Benz ընկերությունը, այս անունը արդեն մեզ ծանոթ է, երկու հզոր ու միաժամանակ հակառակորդ ընկերություններ միաձուլվում են ու մենք ճանաչում ենք արդեն Mercedes-Benz ընկերությունը։ Այս հզոր ընկերությունների միաձուլումից նշանի վրա առաջացել են դափնու տերևները։ 1972-ին Mercedes ընկերությունը թողարկում է իր հայտնի S-դասի W116 ավտոմեքենան, որը աշխարհում առաջինը ուներ ABS համակարգ։ Այնուհետև եւս մի մարքեթինգային քայլ է անում ընկերությունը, համագործակցելով դիզայներական ընկերության հետ, իտալացի դիզայներ Բրունո Սակոյի հետ։ Куда тебя везти? Вот что, я тебе все расскажу, а ты уж сам решишь, куда меня везти. Только давай поскорей. Машина зверь, слушай. Будь проклят тот день, когда я сел за баранку этого пылесоса! Եվ արտադրելով մի բոլորովին նոր ավտոմեքենա։ 1980 թվականից առաջանում են տյունինգային կազմակերպություններ, ինչպիսիք են AMG-ն, Brabus-ը եւ այլն։ AMG-ն սպասարկում է Mercedes-ի ավելի հզոր ավտոմեքենաները։ Այս շարժիչները հավաքվում են ձեռքով, իրենց վրա կրում պատրաստող ինժեների ստորագրությունը եւ առ այսօր ունեն կարգախոս՝ 1 մարդ, 1 շարժիչ։ Ընկերությունը 1999 թվականից պատկանում է Mercedes-ին։ Brabus ընկերությունը ունի ինչպես հասարակ, այնպես էլ ճոխ շարժիչներ։ Հիմնականում բոլորը նախընտրում են Brabus-ի ճոխ շարժիչներն ու դիզայնը, ու մինչ օրս մենք ճանաչում ենք այս անունը հենց իր ճոխությամբ։ Mercedes-ի հետաքրքիր մոդելներից է SL-կան, SL-դասի ավելի թեթև մոդելը։ SL-կան առանձնանում է իր բացվող մետաղական տանիքով, այն բացվում է 25 վայրկյանում եւ տեղավորվում բեռնախցիկի մեջ։ Ընկերությունը արտադրում է նաեւ ավտոբուսներ, բեռնատարներ։ Mercedes ընկերության ռազմավարական մարքեթինգային քայլը նրա իմիջի պահպանումն է։ Այս մեքենաներն առանձնանում են իրենց որակով, դիզայնով եւ նորարարական բոլոր հնարավոր տեխնոլոգիաներով։ Ու այս բրենդին ճանաչում է տալիս հենց նրա անունը։ Հուսով եմ թեման ձեզ հետաքրքրեց, ուստի բաժանորդագրվեք, լայքեք, վարեք ձեր նախընտրած մեքենաները եւ եղեք անվտանգ։ Ձեր հետ Վարդուհի Սարգսյանն էր։